Աբելյան 17-ի բնակիչները վստահեցնում են տարիներ շարունակ վճարել են համատիրության գումարները, սակայն շենքի տարածքում ոչ մի բարելավում չեն տեսնում։ Նրանց խոսքով գումարները հավաքում են, սակայն իրենք հաշվետվություն երբեք չեն ստացել։ 5 տարվա ոսկի հավաքված գումարը չարժի ոսկի 2 տարի մեկ կան տարին մեկ, ես մի հատ առաջի հարգես ամեն օրվա օգտագործվող հարգումը թարմացնեմ։ Դիմում ենք ասում փող տվեք անենք։ 5 տարվա փող ախպերս տամ ինքը Lexus քշի, բայց ես ոսկիս ես կեղտոտ եմ գա։ Բնակիչները պատմում են, թե իրենք բազմիցս դիմել են համատիրություն, սակայն չեն ստացել հստակ պատասխան, ինչ նպատակով են ծախսվում հավաքած գումարները։ Շենքի նկուղը, որտեղ պետք է լինեին կոմունիկացիոն համակարգերը, հիմա վերածվել է աղբանոցի, հակասանիտարական վիճակում է, երբեմն նյարդերը տեղի են տալիս։ Շենքի տղամարդիկ իրենք են մաքրում սեփական ձեռքերով բակի տարածքը։ Ասում են, գումարը տալիս ենք, բայց մենք ենք մաքրում։ Խողովակները ժանգոտած է։ Ասենք վախում ենք մի հատ վինտիլից ձեր տանք, ասենք վթարը ալում, ուզում ենք փակենք, բացենք, ոչ մի վինտիլ չի աշխատում։ Հետո հանկարծ մի հատ զորս կարող փոկվի լրիվ այտենց վիճակ է, էլի։ Եկել էին ուրեմն սրանից մի 2 տարի առաջ, եկա բաներով, այդ MÇS-ով բանով, յանի որ պատասպարան, որ հանկարծ հարց կռիվ սկսվի, ժողովուրդը գնա այդ նկուղում պատասպարվի, յանի մնդե մարդը շունչի պային դե։ Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը նշում է, օրենքի փոփոխությունից հետո յուրաքանչյուր շենքի գումար առանձին է հավաքագրվում, եւ դրանց տնօրինումը համատիրության վերահսկիչ հանձնաժողովի պատասխանատվության տակ է։ Մինչև օրենքի փոփոխությունը գումարները մի տեղ էին հավաքվում, բայց 2023-ից հետո յուրաքանչյուր շենքի գումար առանձին է հաշվարկվում։ Համատիրությունները քաղաքապետարանի ենթակայության տակ չեն։ Բյուջեն ղեկավարում է համատիրության վերահսկիչ հանձնաժողովը, իսկ համայնքի ղեկավարը վերահսկում է միայն պարտադիր նորմերի կատարումը, ասում է Գրիգորյանը։ Ծախսերը, որ իրանք նախարարի ձևով կազմում են, այս ծախսերը պետք է հավաքագրվի, այսինքն դրան համապատասխան գումարը բնակիչներից պետք է հավաքագրվի համամասնորեն, բնակիչների տարածքին համապատասխան կարգով, այսինքն մեկը կարող է ունենալ 2 անգամ մեծ տարածք, ինքը պետք է վճարի 2 անգամ մեծ գումար։ Հիմա խնդիրը հետևյալն է, եթե կա փողոք, որ բնակիչ ասում է, գիտեք, սա մեր բյուջեն է, այս բյուջեի էսկետը չի կատարվում, դա արդեն պլտիկ հարուցողական փողոք, դա պետք է ուշադրություն դարձնել, քննարկել ինչի չի կատարվում։ Քաղաքապետ Ավինյանն ի դեպ անդրադառնալով բնակիչների բարձրաձայնած համատիրությանը վերաբերող խնդիրներին դեռ նախընտրական քարոզարշավում ասաց, որ ցանկանում են համատիրությունները վերակազմակերպել եւ ֆինանսավորում հատկացնել։ Համատիրությունների ասոցիացիայի նախագահը հավելում է, բյուջեն ձևավորվում է հենց տարածքների համամասնությամբ վճարած գումարներով եւ հաշվետվությունը պետք է պահանջվի բուն համատիրությունից։ Բնակիչները հույս ունեն, որ իրենց ի վերջո կլսեն եւ համատիրությունը վերջապես հաշվետվություն կտա, որ ուղղությամբ են ծախսվել բնակիչների տարիներով վճարված գումարները։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։